Փառք ամենակարող Տիրոջը։ Ես կանցնեմ Աստծո խոսքին, սիրելիներ, Աստվածաշունչը։ Ես գիտեմ, որ բոլորս սիրում ենք, բոլորս ծառավ ենք Տիրոջ խոսքին, եւ այսօր մի հրաշալի ուղերձով ուզում եմ կիսվեմ, որ հավատում եմ մեր կյանքի մեջ փոփոխություն կբերի, մեր կյանքին ընթաց կտա։ Ես շատ հաճախ եմ ասել ու այսօր էլի կկրկնվեմ, Աստվածաշունչը մեզ համար դա կյանքի գիրք է, կյանքի ուղեցույց է։ Նայում ենք Աստվածաշնչին եւ Աստվածաշնչի գրվածքի պես ապրում ենք եւ մեր կյանքում տալիս է պտուղ, հա, շատ փոքրիկ օրինակ բերեմ, հասարակ օրինակ բերեմ, որ ավելի մեզ համար པարզ լինի, գիտես, եթե չգիտենք կերակուր սարքել, վերցնում ենք այդ պատրաստման ձևը, թուղթը վերցնում ենք, կարդում ենք, գրված է ջուրը երացնում ենք, գրված է կարտոֆիլը մաքրել, մաքրում ենք, գրված է գցել ջրի մեջ, գցում ենք ու այսպես հերթով անում ենք, վերջում ստանում ենք մեր արդյունքը։ Սա པարզ է մեզ համար։ Վերցեցինք մի հատ տեխնիկա ենք առել, այդ տեխնիկան կարդում ենք, ինչպես օգտագործել, կարդացածի պես կրկնում ենք եւ կարողանում ենք վայելել։ Նույնպես սիրելիներ, Աստված ստեղծեց մարդուն, դրեց երկրի վրա, որպեսզի ու տվեց մարդուն տեսիլք, տվեց մարդուն հանձնարարություն, աճեցեք, շատացեք, բազմացեք, լցրեք երկիրը, տիրեք եւ իշխեք երկրի վրա, եւ դրա հետ մեկտեղ նույնպես Աստված բարձրացրեց ծառայողներ, բարձրացրեց սրբեր, բարձրացրեց իրեն հավատացող եւ իրեն ականջ դնող, իրեն լսող ժողովուրդ եւ իրանց միջոցով գրեց Սուրբ Գիրքը, գրվեց մեր կյանքի կանոնագիրքը, որ երբ որ մենք կարդանք, իր գրվածքի պես անենք, մեր կյանքում մենք ունենանք նույնպիսի պտուղ։ Ինչպես անցած կիրակի, իհարկե նույնպես այս կիրակի կկրկնվեմ, սատանան չի ուզում, որպեսզի քրիստոնյան կարդա եւ ապրի համաձայն Աստծո խոսքի, բայց մենք պիտի ապրենք համաձայն Տիրոջ կամքի, կարդանք Տիրոջ խոսքը եւ նրա միջի գրվածքի պես ապրենք։ Երբ որ նրա միջի գրվածքի պես ապրում ենք, մեր կյանքում տալիս է նույն պտուղը, սիրելիներ, չկասկածենք սրանում Տիրոջ անունով։ Ամեն։ Այսօրվա ուղերձից ես վերնագրել եմ այսպես. օրհնված մարդ։ Օրհնված մարդ։ Հիմա ես գիտեմ, որ օրհնության կարիք բոլորս ունենք։ Ես գիտեմ, որ ոչ չենք ուզում անեծքի մեջ լինել, չենք ուզում անեծքի կյանքով ապրենք ու ավելին ասեմ, եթե ինչ-որ մեկն էլ բռնացնում է, որ իր կյանքում կա օրհնություն, ինքը ջանք անում, ամեն բան անում է, որ այդ անեծքից ազատվի եւ օրհնության մեջ լինի։ Օրհնված մարդ։ Աստվածաշնչյան տեղը, որ ուզում եմ կարդամ եւ մեզ համար կլինի հիմնարար տեղ, դա Ծննդոց գրքի 26-րդ գլուխ առաջին խոսքից է։ Իսահակի կյանքից մի փոքր օրինակ։ Եվ երկրի մեջ սով եղավ, բացի այն առաջին սովից, որ Աբրահամի օրերում եղել էր։ Եվ Իսահակը գնաց փղշտացիներ Աբիմելեք թագավորի մոտ գերար։ Եվ Եհովան երևեցավ նրան եւ ասեց. Եգիպտոս մի իջիր, բնակվիր այն երկրում, որ քեզ կասեմ։ Պանդուխտ եղիր այս երկրի մեջ, եւ ես քեզ հետ կլինեմ, եւ քեզ կորտնեմ, որովհետեւ քեզ եւ քո սերունդին եմ տալու բոլոր այս երկիրը, եւ կհաստատեմ այն երդումը, որ երդվեցի քո հայր Աբրահամին, եւ կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ, եւ բոլոր այս երկիրը քո սերունդին կտամ, եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդով կորտնվեն։ Եվ նրա համար, որ Աբրահամը իմ ձայնին լսեց եւ պահեց իմ հրամանները եւ իմ պատվիրանները եւ իմ կանոնները եւ իմ օրենքները, ներողություն, եւ իմ կանոնները եւ իմ օրենքները։ Հալելույա մեր Տիրոջը։ Գրես այստեղ Աստված հետաքրքիր ձևով խոսում է Իսահակի հետ եւ ցույց է տալիս, ասում է, խոսում է կետ առ կետ, էջ առ էջ։ Սով էր երկրի մեջ։ Իսահակը ելք էր ման գալիս։ Իսահակը ճանապարհ էր ման գալիս սովից դուրս գալու։ Եվ գիտես, հետաքրքիր մի բան է կատարվում, Աստված սկսում է այցելել։ Եվ որ Աստված այցելում է Իսահակին, սկսում է Իսահակին առաջնորդել ու ցույց տալ, ոնց անի, ոնց շարժվի, որ ինքը լինի օրհնված մարդ։ Եվ հենց այդ ընթացքի մեջ էլ Աստված բացում է, ոնց եղավ, որ քո հայրը օրհնված եղավ, այո տենց էլ եթե դու անես, դու էլ օրհնված կլնես։ Գիտես, ուզում եմ նորից կարդամ այստեղը, նրա համար, որ Աբրահամը իմ ձայնին լսեց եւ պահեց իմ հրամանները եւ իմ պատվիրանները եւ իմ կանոնները ու իմ օրենքները։ Այստեղ Աստված բացում է Իսահակին Աբրահամի օրհնված լինելու գաղտնիքներից մեկը, գաղտնիքները։
Ինչ արեց Աբրահամը, ոնց վարվեց Աստծո առաջ Աբրահամը, որը տենց օրհնված եղավ։ Հիմա Աստված նույն բանը Իսահակին է ասում, կարելի է ասել, գիտես, սենց ակնար կա տալիս, հա, նամյո կա տալիս, այ պապատ, քո հայրը այսպես վարվեց։ Հիմա եթե դու նույն ձև վարվես, քո կյանքում էլ օրհնություն կլինի։ Ու այստեղ Աստված 5 բան է թվարկում։ Ես այսօր ուզում եմ մենք այս 5 բանը խորապես նայենք։ Այսօր սերներ ես ասեմ, երբ որ ես նայում եմ ես խոսքին, ներսումս մի բան բարձացավ։ Եթե սովոր չես գրելու, խնդրում եմ գրի անպայման նշումներ արա այսօրվա ուղերձը։ Մոտդ նշի ու տունը նույնպես նայի, որպեսզի սա քո կյանքում տպվի։ Որ այնպես չլինի այսօր ուղերձը լսենք, վերջում դուրս գալուց ասենք, հա, հովը լավ ուղերձ խոսեց ու ականջներից ես անցնի, մի երկու օր հետո մոռանանք, թե ինչ ենք լսել։ Ուզում եմ սրելիս այսօր այս կետերը, որ մենք կխոսանք, այս կետերը դնես սրտիդ մեջ ու երբ որ տունն էլ գնաս, տանը նորից նայես ու որոշում կայացնես, այս կետերի մեջ լինես։ Առաջին բանը, որ Աստված ասում է, քո հայրը իմ ձայնը լսեց։ Իմ ձայնը լսեց։ Առաջին կարևոր կետերից մեկը լսել Աստծո ձայնը։ Լսել Աստծո ձայնը։ Ու այսօր ուզում եմ ասեմ ամեն մեկից սիրելիներ, որ մենք կարող ենք լսել Աստծո ձայնը։ Երբեք չասես, ես չեմ կարող լսեմ Աստծո ձայնը։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ իմ գառները իմ ձայնը լսում են։ Եթե դու քրիստոնյա ես, ուրեմն Աստված ուզում է քեզ հետ խոսի, ուրեմն Աստված ուզում է քեզ առաջնորդի, ու Աստված ուզում է ցույց տա քեզ իր ճանապարհները։ Տիրոջ ձայնը լսելը։ Ես գիտեմ, որ մի քանի կիրակի առաջ մեր Արթուր եղբայրը իր ուղերձի մեջ նույնպես խոսել է Տիրոջ ձայնը լսելու մի քանի կետերի մասին։ Ես այսօր ուղղակի շատ արագ մի քանի ամփոփում կանեմ։ Աստված խոսում է իր խոսքի միջոցով։ Կարդալ Աստծո խոսքը։ Կարդալ Աստծո խոսքը։ Սերներ, ես ձեզ ասեմ, Աստծո խոսքը եւ աղոթքը նման է լոդկայի ամեն մեկը մի թիակին, հա։ Երբ որ մարդ մենակ Աստվածաշունչը կարդում եւ Աստծո հետ ունի փոխհարաբերություն, դու գիտեք, եթե մենակ մի կողմը պտտեն, այդ լոդկան տեղում կպտտվի։ Եթե մարդը մենակ աղոթում է եւ Աստվածաշունչ չի կարդում, ինքը այսպես թևն է պտտում ու ինքը նորից միայն տեղում կպտտվի։ Իսկ եթե մարդը ունի եւ աղոթքի կյանք, ունի եւ կարդալու կյանք, ինքը երկու թիակն էլ օգտագործում է ու իր այնքը հոգեվոր կյանքում առաջ կշարժվի։ Սիրելիս, Աստված խոսում է իր խոսքի միջոցով եւ Աստված խոսում է աղոթքի միջոցով։ Եթե մենք Աստծո խոսքը չենք կարդում, միայն աղոթքով ուզում ենք Աստծո ձայնը լսենք ու Աստծո ձայնով առաջնորդվենք, սատանային շատ հեշտ կլինի մեզ մոլորեցնել, որտեղ շատ հաճախ մենք կարանք մեր էմոցիաներից խոսքեր ստանանք ու Աստվածաշնչի հետ երբ որ չենք համեմատում, մենք դրանում կշեղվենք։ Բայց երբ որ տարբեր տեսակի ձայներ, սատանայական մոլորություններ անգամ երբ որ կգան, մենք այդ ձայները դնում ենք Աստծո խոսքի մեջ, եւ եթե նա մնում է, ուրեմն ընդունում ենք, եւ եթե դա չի մնում, ուրեմն դա Աստծուց չի, մենք դեն ենք շպրտում։ Գիտեք, ցավալի, բայց կյանքում կա վկայություններ, որ մարդիկ պարզապես իրանց էմոցիաներից լսել են ինչ-որ բան, ու հետո ասում ես լսի, բայց դա Աստծո խոսքին չի համապատասխանում, ասում, բայց ես այնց վերապրում ունեցա, սելիս քո վերապրումը չպետք է հիմք հանդիսանա, Աստվածաշունչն է հիմքը։ Գիտես, ես շատ անգամ օրինակ եմ բերում, ասում, գիտես, չի բացառվում, որ դու քնած լինես, մեկ էլ գիշերվա պահին մի արթնանաս, ու մեկ էլ մի հատ ուժեղ լույս քո սենյակի մեջ, ու այդ լույսը խոսա քո հետ, ու ասի մի բան, որ Աստվածաշունչին չի համապատասխանում։ Գիտես, դու պետք է պարզապես այդ խոսքը դեն գցես, որովհետև Պողոս առաքյալն ասում է, եթե մենք, մեզանից մեկը եւ անգամ թեկուզ մի հրեշտակ էլ, եթե գա ու այս ավետարանից դեն մի բան ասի, նզովված լինի, անիծված լինի։ Սերներ, սա շատ կարևոր է։ Աստվածաշունչը պետք է հիմք հանդիսանա մեզ համար եւ ցանկացած երազ, ցանկացած տեսիլք, երբ որ մենք ստանում ենք, եթե Աստվածաշնչով չի համապատասխանում, ուրեմն մենք դա սիրով դեն ենք գցում։ Դա Աստծուց չի ու վերջ։ Աստված խոսում է խոսքի միջոցով, Աստված խոսում է աղոթքի միջոցով, Աստված խոսում է եկեղեցու միջոցով,
ծառայողների, քրիստոնյաների, հովների, քո տնային խմբակի ավակի, քո շրջապատի միջոցով Աստված կարա քեզ հետ խոսի։ Այսօր եկել ես հավաքույթի, միգուցե մինչև հավաքույթը սկսելը, միգուցե հավաքույթի վերջում, երբ որ կնստեք շփման, գիտես շփման ժամանակ կարող է մեկը մյուսին Աստծուց խոսք խոսի, ու ասում է՝ լսի, այ ես սրան էի սպասում, սա իմ համար եղավ հաստատություն։ Հալելույա, Աստված խոսում է այս ճանապարհներով։ Աստված կարող է խոսել տեսիլքների եւ երազների միջոցով։ Աստված կարող է խոսել շրջապատի միջոցով, ապրանքների միջոցով, իրավիճակների միջոցով, բայց ամենը ինչ էլ որ Աստված կխոսի, ամեն մի այդ հայտնությունը պետք է հաստատվի Տիրոջ խոսքում, Աստվածաշնչում, սիրելիներ։ Հալելույա։ Ես այնքան լավ եմ հիշում, երբ որ Սպիտակ քաղաքում ծառայում էինք, առավոտ շուտ դուրս է եկել եւ աղոթք էի անում քաղաքում, պտտվում էի ու աղոթք էի անում։ Ու այդտեղ մենք ունենք մշակույթի տուն, ու ամեն անգամ երբ որ կողքով անցնում էի, աղոթում էի՝ Տեր, ուզում եմ մտնենք այս մշակույթի տունը, ուզում եմ այստեղ ավետարան քարոզենք, ուզում եմ այստեղ Աստծո խոսքը հնչի։ Ու մի անգամ երբ որ նորից այդտեղով անցնում էի, ու գիտես ամեն անգամ այդտեղ ապրում ես, դու ամեն ինչ անդադ աչքը տեսնում ա, կարդում ա, բայց այն ինչ որ դեռ Աստծուց չի, ներսդ չի տպվել, բայց հենց Աստված է հետդ խոսում, ներսդ մի անգամից տպվում ա։ Գիտես այնքան լավ եմ հիշում, անցնում էի նորից ասում Տեր, ուզում մտնենք այստեղ մշակույթի տունը, երբ ենք մտնելու, աղոթքիս մեջ այս երբ ենք մտնելու։ Ու գիտեք մեր մշակույթի տունը Սպիտակի դռների աջ եւ ձախ կողմերում այդ հայտարարություններ տալու այդ ստենդներ, այսպես ասած, եւ ստենդներից մեկի վրա գրած էր շուտով։ Ու գիտես ես աղոթեմ Տեր, երբ ենք մտնելու, ու անցում ուտեղ գրած է շուտով։ Ու այս շուտովը միանգամից ներսումս վառվում է ու ասում ամեն Տեր ջան, շուտով մտնելու ենք այստեղ։ Ու գիտես ես քեզ ասեմ, կարճ ժամանակ անցավ մտանք այնտեղ հավաքույթ արեցինք։ Աստված խոսում է նույնպես ռեկլամների միջոցով, Աստված կարող է խոսել իրավիճակների միջոցով։ Երբ որ մենք բաց ենք լինում Աստծո ձայնի համար, բաց ենք լինում Աստծուն լսելու համար, Աստված ամեն ինչ էլ կօգտագործի, որ քո սրտին հասցնի Հիսուսի զորավոր անունով։ Աստված Իսահակին ինչ է ասում, ասում է, քանի որ քո հայրը Աբրահամը իմ ձայնը լսում էր։ Ուզում ես օրհնված լինել, սովորիր Աստծո ձայնը լսել։ Տեղ տուր Աստծո ձայնին։ Հաջորդը սիրելիներ ասում է, պահում էր իմ հրամանները։ Երկրորդ կետ, պահում էր իմ հրամանները։ Սիրելիս ուզում եմ քեզ ասեմ, ով է պահում Աստծո հրամանները եւ ում է Աստված հրաման տալիս։ Հրաման տալիս են ծառային, ենթակա մարդուն։ Հրաման տալիս են ծառային, ենթակա մարդուն։ Արդյոք դրել ենք մենք մեզ Աստծո առաջ այն կարգավիճակում, որ թույլ ենք տալիս, որ Աստված մեզ հրամայի։ Թույլ ես տալիս արդյոք սիրելիս, որ Աստված քեզ հրամայի։ Գիտես ուզում եմ քեզ ասեմ ուրիշ խոսքերով։ Եթե Աստված գիտի, որ քեզ ասի, չես անելու, շատ անգամ չի ասի։ Չի ասի։ Ում է հեճեղել, որ գիշերը Աստված արթնացրել է, աղոթքի չի արթնացել։ Մենակ անկեղծ։ Քունդ շատ տարել է, չես արթնացել։ Գիտես 1, 2, 3, եթե այդպես շարունակես, էլ Աստված չի արթնացնի։ Մեկը քնով է անգնում, ասածից բանի տեղ չի դնում։ Բայց եթե ուզում ես Աստված քեզ արթնացնի, ուզում ես Աստված քեզ հրամայի, մենք մեզ պետք է դնենք ծառայի կարգավիճակում։ Սիրելիներ, մենք որդիներ ենք, մենք դուստրեր ենք, մենք Աստծո ընտանիք ենք, բայց մենք մեզ գիտակցաբար դնում ենք ծառայի կարգավիճակ։ Տեր, հրամայիր մեզ։ Հրամայիր մեզ։ Գիտես, ես հիշում եմ մի պատմություն, դա կարելի ասել առակի պես է, որ մի մեծահարուստ գնում է եւ մի ստրուկ է գնում։ Սրտով անցնում է, ինքը կարա գնի մեկին, գնում է եւ մի ստրուկ գնում է։ Ստրուկին երբ որ գնում է, վերում է մի կողմ, հիմա այդ ստրուկը իրանն է։ Այս մեծահարուստն ասում է. ես գնեցի քեզ, հիմա դու ազատ ես։ Ես քո ազատությունը գնեցի։ Գիտես, այդ ստրուկը կարար ազատ, գնար ուրախանար, վсё, հալելույա, ես ազատ եմ։ Բայց այս ստրուկը ինչ անում, ասում է,
Ես շնորհակալ եմ, որ դու իմ ստրկությունը իմ գնեցիր, դու ինձ ազատեցիր, բայց հիմա ես ուզում եմ կամովի քեզ ծառայեմ։ Ես ազատ եմ, բայց ես ուզում եմ կամովի քեզ ծառայեմ։ Գիտես, Աստված մեզ գնեց մեղքի ստրկությունից, դժոխքի կապանքներից, սատանայի ճիրաններից, մեզ տվեց ազատություն եւ մենք կամովի մեզ դնում ենք ծառայի կարգավիճակ ու ասում ենք Տեր, դու մեզ քո կյանքով գնեցիր, մեր կյանքն էլ դնում ենք քեզ համար։ Դու մեզ քո կյանքով գնեցիր, մեր կյանքն էլ դնում ենք քեզ համար։ Սիրելիս, ուզում եմ քեզ հարց տամ, ու այս հարցը կարող ես մոտդ գրել մեծատառերով, շեղատառերով։ Կարող է արդյոք Աստված քեզ հրաման տալ։ Աստված կարող է քեզ հրաման տալ։ Տվել ես Աստծուն այդ հնարավորությունը, տվել ես Աստծուն այդ ազատությունը, տվել ես արդյոք Աստծուն, որ քեզ հրաման տա։ Գիտես, ես որպես ծառայող ասեմ, սա վերապրեցի, ես երբ որ սա ինձ բացվեց, տարիներ առաջ դեռ Սպիտակում, որ ծառայում էի։ Գիտես, ներսումս, երբ որ կարդում էի, ես խոսքերը հանդիպեցի, ու Աստված սկսեց խոսել։ Ու ցույց էր տալիս ծառայության թիմի աշխատանքով։ Ու գիտես ինչ ցույց տվեց, ես տեսա, որ մեր թիմի մեջ մենք ունեինք մարդիկ, որոնք թույլ են տվել ինձ, Հովիվ ջան, ինչ պետք է ասա, կարվի։ Բայց մենք ունենք մարդիկ, որոնք էլի թիմի մեջ են, սահմանը չանցնես, գործ չունես, այսքանից ավել ինձ բան չասես։ Գիտես, ես հասկացա, ես սկսեցի նայել, ում կարամ ամեն րոպե զանգ տամ, խնդրեմ ինչ-որ մի բան, ու ինքը պատրաստ է, իսկ ում չեմ էլ ուզենա զանգի։ Ու այս հայտնությունը բացվեց ներսումս, ու ասի Տեր իմ Աստված, ես ուզում եմ քո հետ, ես ուզում եմ քո արքայության մեջ լինեմ այն կարգավիճակում, որ ամեն րոպե կարաս ինձ հրաման տաս։ Ամեն րոպե կարաս ինձ ասես։ Երկրորդ բանը, Աստված Իսահակին ասում է, իմ հրամանները կատարում էր։ Աբրահամը տվել էր Աստծուն հրաման տալու հնարավորությունը, ազատությունը։ Երրորդ կետը, սիրելիս, իմ պատվիրանները պահեց։ Գիտես, այստեղ Աստվածաշունչը նույն բանը չի ասում, պատվիրաններ, օրենքներ, կանոններ, ամեն մեկը ունի իր տարբերությունը։ Աբրահամը ասում է, իմ պատվիրաններն էր պահում։ Ինչա պատվիրանը, սիրելիս։ Պատվիրանը պահում են գործընկերները։ Սա սպեցիֆիկ է եւ սա անհատին է վերաբերվում։ 10 պատվիրանները ում համար էր գրված։ Բոլորի, թե Աստծո ժողովրդի։ Աստծո ժողովրդի։ Մովսեսը երբ որ Սարից պատվիրանները ստացավ, չտարավ Եգիպտոս, բերեց իր ժողովրդի մեջ։ Պատվիրանները իր ժողովրդի համար են։ Պատվիրան լինում է գործընկերների մեջ, պատվիրան լինում է համագործակցության մեջ։ Աստված ցույց է տալիս Իսահակին, որ ես եւ Աբրահամը իրար հետ գործի մեջ ենք, իրար հետ համագործակցում ենք, իրար հետ համաձայնեցնում ենք։ Արդյոք մենք մեզ դրել ենք այդ կարգավիճակում, որ մենք Աստծո հետ կարող ենք լինել ճիշտ գործընկեր։ Գրես գործք առաքելոցում Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, որ ասում է աշակերտները, առաքյալները Սուրբ Հոգու հետ համագործակցում էին։ Սուրբ Հոգու հետ քայլում էին։ Ասում է մեզ եւ Սուրբ Հոգուն հաճելի թված, Պողոս առաքյալն է ասում։ Մեզ եւ Սուրբ Հոգուն հաճելի թված։ Դա գիտեք ինչի նման է, որ ոնց որ ես ու Կամոն օրինակի համար մի գործ սկսենք ու մենք իրար մեջ ունենանք համագործակցություն, իրար մեջ ունենանք պատվիրաններ եւ մենք այդ պատվիրանները մեր մեջ պահենք։ Աստված Իսահակին ասում է, հայրդ իմ հետ այս կարգավիճակում էր։ Հովհաննես ավետարան 15:15-ում ասում է,
Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ, որ լսեցի, իմ հորից իմացրի ձեզ։ Ում։ Չէ՞ որ ոչ բոլորին է ասում, խոսում է իր աշակերտների մասին, խոսում է իր ժողովրդի մասին։ Հովհաննես 13:34-ն ասում է. նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Ում է տալիս այս պատվիրանը։ Չէ՞ որ էլի ոչ բոլորին, այլ այս պատվիրանը աշակերտներինն է։ Աշակերտներինն է այս պատվիրանը։ Ում Աստված ասեց քո երկրից դուրս արի գնա պանդխտության մեջ, չէ՞ որ բոլորին չասեց, ուր քաղաքում շատերը կային, բայց Աստված Աբրահամին մոտիկացավ ու ասեց վեր կաց քո քաղաքից, վեր կաց քո հոր տնից եւ գնա պանդխտության։ Ում ասեց, Աբրահամին ասեց։ Սա անհատական էր, սա սպეციფիկ էր։ Հասկանում ենք սիրելիներ, Աստծո հետ ունես արդյոք այդ մտերմությունը, Աստծո հետ ունես արդյոք այդ փոխհարաբերությունը, որ ինքը կարանա քեզ անհատական պատվիրաններ տա, որը քեզ է վերաբերվում, որը կողքինից չի վերաբերում, էդի հենց քեզ է վերաբերվում։ Ուզում եմ քեզ մեկ ուրիշ օրինակ բերել։ Գիտես, հնարավոր է։ Դու տեսնես կողքինդ մի ինչ-որ բան է անում, կատակ է անում կամ ինչ-որ մի ձև է խոսում, որ ինքը էդի անում է, ինքը չի հանդիմանվում դրա համար։ Իրան Աստված ոչ մի բան էլ չի ասում, բայց հենց դու ես էդի անում, քո ներսում զգում ես հանդիմանություն։ Քո ներսում զգում ես, որ էդի քոնը չի։ Պահի էդի սիրելիս, էդի շատ թանկ է։ Գիտես, ես սրա մասին պատմել եմ, դեռ տարիներ առաջ նոր էի ապաշխարել։ Մեր ընկերական շրջապատի մեջ եղբայրներից մեկը կար, որ կատակով ուներ արտահայտություն։ Ինքը կատակով էր սա ասում, «Էտով է, հեսա տան գլուխը ջարդենք, էտով է, հեսա տան գլուխը ջարդենք»։ Ու գիտես, այդ արտահայտությունը ինքը շուտ էր անում, ընկերական ուղակի շփման մեջ։ Ու մի անգամ, երբ որ մենք նորից շփվում էինք, գիտես ինչ որ տենց իրավիճակ եղավ, որ ես էլ նույն ձև կրկնեցի, ոնց որ ինքն էր ասում, «Էտով է, այդ ինչ ա եղել, հեսա տան գլուխը ջարդենք»։ Ու գիտես, հենց ես այդ արտահայտությունն արեցի, իմ ներսում զգացի տհաճություն, ճմկտոց։ Ու մի անգամից զգաստացա, ասի, վա, Տեր իմ Աստված, ես ինչ էր, ես խի սենց բան վերապրեցի, բայց մեր ընկերը անընդհատ ասում է էդի։ Ու գիտես ինչներ հետաքրքիր, որ ես երեկոյան աղոթք եմ անում ու Տիրոջը հարցնում եմ, Տեր իմ Աստված, խնդրում եմ, եթե մեղք եմ գործել, ես ապաշխարում եմ, բայց ինձ սովորացրա է, ինչ է սրա մեջ սխալը, որ ես իմ ընկերոջն էլ ասեմ, ինքն էլ չկրկնի նույն ձև։ Գիտես, Աստված ինձ չասեց, այսենց, գնա ընկերոջդ ասա, էսի չանի, էնի չանի, Աստված ասեց, քեզ չի կարելի։ Քեզ չի կարելի։ Իմ ընկերոջ հետ ինքը ոնց էր աշխատում, ինքը գիտեր, ինձ ասեց, քեզ չի կարելի։ Հասկանում եք սերներ, դա անհատական, սպეციფիկ, անձնական պատվիրանա Աստծուց, որ կարող է կողքինդ անում է ու դա նորմալ է, բայց քեզ դա չի կարելի։ Դա չկորցնես, խնդրում եմ։ Աբրահամը ուներ այսպես փոխհարաբերություն Աստծո հետ, որ անհատական Աստծուց ստանում էր ու դա իրեն էր վերաբերվում։ Բոլորինը չէր, դա հենց իրանն էր։ Հիսուսի անունով։ Հաջորդը ինչ է ասում, Աբրահամը պահում էր կանոնները։ Գիտես, գոյություն ուներ 10 պատվիրան ու գոյություն ուներ 603 կանոն հրեական կանոնների մեջ։ Բիզնեսի մեջ էլ կան կանոններ, համատեղ գործի մեջ կան կանոններ, երկու կողմն էլ ունի իր պարտավորությունը, պահի, ֆիրմայի հիմնարկի գործի կանոնները։ Աստված տալիս է կանոններ։ Աստված տալիս է հերթականություն, այս սա ես անում, սա ես անում եւ սա ես անում։ Եվ այս կանոնները Աբրահամը ինքը հերթով պահում էր սիրելիս։ Աբրահամը ականջ էր դնում, Աբրահամը պատվիրանն էր պահում, Աբրահամը թույլ էր տալիս Աստված իրան հրամայի եւ Աբրահամը մտել էր կանոնների մեջ։ Չէր խախտում կանոնները, քայլում էր զգուշորեն։
Ոչ թե անտարբեր էր, թե ինչ կլինի, թե ոնց կլինի, այլ զգուշորեն պահում էր կանոնները, որ Տիրոջից տրված են։ Գիտես ինձ ինչը դուր եկավ, երբ որ այս տեղերը նայում էի, 5 բանի մեջ էլ Աստված ասում է. իմ ձայնը, իմ հրամանը, իմ պատվիրանը, իմ կանոնները, իմ օրենքները։ Ու այս իմը ներսումս կարևորվում էր։ Ու Աստված ցույց տվեց, որ Աբրահամը ճանաչում էր Աստծո մեծությունը։ Աբրահամը ճանաչում էր Աստծո կարևորությունը։ Աբրահամի համար գրված է, երբ որ Աստված ասեց գնա Իսահակին զոհի, ասում է հաջորդ օրը վաղ առավոտյան Աբրահամը դուրս եկավ։ Աբրահամը ընդունում էր Աստծո մեծությունը։ Աստված ասում է քո հայրը Աբրահամը իմ ձայնը, իմ պատվիրանները, իմ կանոնները, իմ հրամանները պահում էր։ Ցելիս երբեք չհայտնվենք այն կարգավիճակում, որ ասենք դե Աստված հետս խոսում է, բայց հələ չգիտեմ։ Հələ չեմ իմանում ոնց անեմ։ Ցելիս գիտես դա ինչ է նշանակում, որ այդ իմ կանոնները, իմ պատվիրանները մեր մոտ դեռ ցածր կարգավիճակում է։ Մենք չգիտենք Աստծո խոսքը ոնց բարձրացնենք։ Ես հիշում եմ մի այսպիսի պատմություն, երբ որ Մայր Թերեզային հարցնում են, ասեն ոնց եղավ, որ դուք թողեցիք ձեր հայրական տունը, լավ ընտանիքը, Մայր Թերեզան լավ ընտանիքից է եղել, լավ ծնողներ ա ունեցել, իր կենսագրականի մեջ գրված է։ Ու ասում դուք թողեցիք այդ ամեն ինչը եւ գնացիք Հնդկաստան, այդ որբերի, այդ սովածների, այդ հիվանդների, իրանց մեջ սկսեցիք ծառայել, ինչի համար դա արեցիք, ոնց դա արեցիք։ Գիտեք այնքան հուզիչ է Մայր Թերեզայի պատասխանը, ասում է ինչպես ես կարող էի չգնալ, չէ որ Հիսուսը խնդրեց։ Չէ որ Հիսուսը խնդրեց։ Դա չէր քննարկվում։ Դա քննարկման ենթակա չի։ Աստծո պատվիրանը, երբ որ գալիս է մեր կյանք, Աստծո կանոնը, երբ որ գալիս է մեր կյանք, դա չի քննարկվում, սիրելիս, որքան է Աստծո հեղինակությունը մեր կյանքում բարձր։ Աստված ջան, խիպը տանեմ, Աստված ջան, բա ոնց էսի բան, դրանք սաղ դրվում է մի կողմ, ճանաչելով, գիտակցելով, որ Աստված կատարյալ է։ Աստված բարձր է եւ ինքը գիտի ավելի լավ Հիսուսի փառահեղ անունով։ Հալելույա սիրելիս։ 5-րդ բանը, որ Աստվածաշունչն ասում է եւ իմ օրենքներն էր պահում։ Իմ օրենքները։ Գրես պատվիրանների եւ օրենքների մեջ կա հետաքրքիր մի տարբերություն, որ հասկանանք։ Օրենքները բոլորին վերաբերվում են։ Օրինակի համար, եթե պատվիրանն ասում է մի նախանձիր, օրենքը գիտես ինչ է ասում, նախանձը փտություն է ոսկորներին։ Հիմա պատվիրանը տալիս է մի նախանձիր, բայց ով նախանձեց, դա արդեն ամբողջ աշխարհին, ամբողջ ստեղծագործությանն է վերաբերվում։ Ով նախանձեց, փտություն է ոսկորներին։ Դա հոգևոր օրենքներ են, որից ոչ մեկս, պաշտպանված չենք, այսպես ասեմ, ոչ մեկս չեն կարող փախնենք կամ սողոսկենք։ Օրենքը բոլորի համար է։ Աստված տալիս է իր ժողովրդին պատվիրան, բայց իր պատվիրանի մեջ նույնպես կա հոգևոր օրենքներ։ Ասում մի նախանձի, դա Աստծո պատվիրանն է։ Բայց հոգևոր օրենքն ասում ով նախանձեց փտություն ոսկորներին, անեց կբերի, հիվանդություն կբերի։ Ասում Աբրահամը գիտեր նույնպես դա պահել։ Աբրահամը գիտեր, կարևորում էր նույնպես դա, խորանում էր, հասկանում էր, Աստծո ճանապարհները քննում էր։ Ցեներ Աբրահամը համարվում է մեր հավատքի հայրը։ Եվ Աստված մեզ իրանով շատ խոսում ու ցույց է տալիս, ուզում ես լինել օրհնված մարդ։ Ուզում ես լինել օրհնված մարդ։ Աբրահամից օրինակ վերցրու։ Աբրահամից սովորիր։ Սովորենք Աստծո ձայնը լսել։ Սովորենք Աստծո հրամանները պահել։ Թույլ տանք, որ Աստված մեզ հրամայի։ Այնքան եմ սիրում այս հայտնությունը։ Պահենք Աստծո պատվիրանները։ Պահենք, կատարենք Աստծո կանոնները եւ Աստծո օրենքները իմանանք։ Այսօր մեզ համար այնքան հարց է ծագում շատ հաճախ, ասում են լավ մարդ էր, բարի մարդ էր կամ բախի էս եղավ, բախի այն եղավ։ Դες կան օրենքներ, որոնք գործում են։
Ես հաճախ սա հումորով պատմում եմ, բայց տարիներ առաջ մեքենայով գնում ենք հավաքույթի եւ խաչմերուկի վրա մեծ խաչմերուկ կա, տեսնում ենք մեր եղբայրներից, ծառայող եղբայրներից, ով փողոցն անցնում է, ուղակի կտրելով, գիտեք, ոչ թե այդ զեբրայով է անցնում, այլ այսպես երկարությամբ կտրում է փողոցը։ Ու մենք նայեցինք, ասի, վայ, այս տղենա, մի քիչ էլ ծիծաղեցինք նրա վրա, որ ասում ենք, հլն այ փողոցը ոնց է անցնում, մենք մեքենայից իրան տեսնում ենք։ Ու գիտես, մի անգամից էս մի հատ բան բարձրացավ, ասում ենք, տնաշ են, ասում ենք, հիմա որ ավարիայի տակ ընկնի, պետք է ասեն հավատացյալ էր, խի եղավ։ Գիտես, օրենքներ կա, երբ որ այդ օրենքը պահում ես, Տերը օրհնում է, Տիրոջ օրհնությունը դրա մեջ է։ Բայց եթե այդ օրենքը խախտվում է, հիմա որ ընկներ ավարիայի տակ, ինչ էին ասել, ասեն, լավ տղա էր, հավատացած տղա էր, բախի եղավ։ Հիմա արի ու ասա, դե մենք ենք ու չենք տեսել, որ տենց է փողոցն անցել։ Պետք է ասենք, տենաս խի եղավ, երևի Աստված բան էր սովորացնում։ Հասկանում եք սիրելիներ։ Աստված միշտ բարի է։ Աստված միշտ կատարյալ է։ Աստված միշտ սիրում է։ Եվ ես ասել եմ, կարիք չկա, որ Աստված էլ ինչ-որ մի բան անի, օրենքներն արդեն կան, սատանան կա։ Գիտես, մեր մարմինը, մեղավոր մարմինը, մեզ հակառակ է։ Սատանան մեզ հակառակ է։ Մնում է մի հատ էլ Աստված մեզ հակառակ լինի։ Էլ պրծում չի լինի։ Դա համար իմացի իհարկե Աստծո ողորմությունը մեծ է, Աստծո սերը մեծ է, բայց գոյություն ունեն հոգևոր օրենքներ։ Մեր աշխարհում էլ, ֆիզիկական աշխարհում էլ կան օրենքներ, չէ՞, հոսանքը 220 վոլտը։ Ինքը խփում է, հիմա իմանաս թե չիմանաս, եթե բաց ձեռքով կպար, խփելու է, չէ՞։ Չես կարա, չէ՞, ասես, դե ես չգիտեմ, ինձի բան չի լինի։ Մարդը 9-րդ հարկից որ ընկավ, իմանա թե չիմանա, վնասվելու է, չէ՞։ Հոգևոր աշխարհում էլ կան օրենքներ, սիրելիներ։ Իմանանք թե չիմանանք։ Եթե ճիշտ չօգտագործեցինք, դա վնասելու է։ Ես հիշում եմ մեր հարազատներից մեկին ավետարան էի քարոզում։ Եվ ավետարանը, երբ որ քարոզում էինք, ասեց, գիտես, ասեց, ես չեմ ուզում լսեմ։ Ավետարանը, ասում ինչի համար։ Ասա, որովհետև երբ որ ես լսում եմ ավետարանը, ես հասկանում եմ ինչքան մեղավոր եմ։ Ու ես չեմ ուզում, որ ես իմանամ դա։ Ասի, գիտես, չիմանալով չես փրկվի։ Չիմանալով չես փրկվի։ Ավելի լավ է իմանաս եւ պաշտպանվածն ես, իմանաս եւ դրանից ազատ լինես։ Մարդ չի կարա, չէ, մեքենան արագությունը սխմի ու վсё գնա ու մեկ Աստված հետս է։ Չէ, սիրելիս։ Չէ, օրենքներ գոյություն ունի, չափ գոյություն ունի։ Ես անգամ շատ հաճախ երիտասարդներին եմ խոսում, խորհուրդ եմ տալիս, իհարկե, շատ, գիտես, ազարտային խաղեր կան, տենց էքստրիմ ինչ-որ խաղեր կան, շատ անգամ, գիտես, անիմաստ է լինում, գիտես, պարզապես ազարտի սիրահար է, իրան գցում ասենց, ես իմ ինչերի մեջ։ Ես ինքս տենց էքստրիմ խաղերից, էքստրիմ բաներից շատ հեռու եմ, ու միշտ ասում, այտենց տեղեր ես կգնամ, եթե մեկին պետք է փրկեմ, թե չէ ինձի 1000 տարի պետք չի, հելնեմ պարանով չգիտեմ, որտեղից թռնեմ կամ ինչ անեմ։ Մեր եղբայրներից Հայաստանում մեքենան արագ քշել էին սառույցի վրա, դրիֆտեր էին անում։ Կյանքից մեռնելուց պրծավ։ Մեռնելուց։ Գնացել ենք հետը խոսում ենք, լավ էր, փառք Աստծո, Աստծո ողորմությունով, ասում ինչ ա եղել, դու ասում հով ջան, տես ուզում ենք դրիֆտ անենք։ Ինչի։ Հոգևոր օրենքներ գոյություն ունեն։ Խախտեցիր օրենքը։ Լինելու է։ Աստվածաշունչն ասում է մի վախեցիր, ազատվիր վախից։ Հոբը ասում է ինչից վախեցա գլխիս եկավ։ Հոբ 3:25-ն ասում է ինչից վախեցա գլխիս եկավ։ Իհարկե Հոբը Աստծո արդարն էր։ Աստծո առաջընտիր էր, բայց լսի վախ կար։ Խոսքը պարզ ասում է ինչից վախեցավ գլխիս եկավ։ Այսօր շատ կարևոր է, որ մենք այս օրենքները, Աբրահամը մեզ համար լավ օրինակ է, Աբրահամը գիտեր, Աբրահամը քննում էր, Աբրահամը հասկանում էր հոգևոր օրենքները եւ փորձում էր դա պահել։ Հալելույա, սիրելիս։ Մեր Աստված մեզ օրհնող Աստված է։
Աստված երբ որ խոսում է Իսահակի հետ, Աստված Իսահակին ցույց է տալիս. ուզում ես օրհնվես, իմ հրամանները լսի, ինձ լսի, իմ հետ շարժվի։ Այսօր ուզում եմ այսօրվա քարոզը մեզ համար օրինակ լինի սիրելիս։ Ինչ որ որոշում ես անել, Աստծուն հարցնելով արա։ Աստծուն հարցնելով արա։ Ես հաճախ, գիտես, նույնպես դա Հայաստանում եմ արել։ Բոլոր ովքեր եղբայրները եկել են աղոթքի, որ հով ջան, աղոթի գնում ենք խոպան, ես ասում Տերը օրհնի, բայց հարցրա Աստծուց։ Հարցրա, ես դեմ չեմ, Աստված էլ դեմ չի, որ դու լավ ապրես, օրհնված ապրես, փող աշխատես, հարցրա Աստծուն։ Աստված քեզ որտեղ է ուզում օրհնի։ Աստված ուզում է քեզ օրհնի, բայց որտեղ է քո օրհնությունը։ Որ ճանապարհի մեջ է քո օրհնությունը։ Շատ հաճախ ինքնագլուխ բռնում ենք գործեր, հետո չի ստացվում, ասում ենք, բա Աստված ուր էր։ Լսի, Աստված իր խոսքի մեջ է, Աստված իր հրամանների մեջ է։ Ես հիշում եմ, մեր եղբայրներից մեկը մի քիչ պարտքեր ուներ, ու եկավ ասեց, հով ջան, գնում եմ խոպան, կորտնես գնամ, ասում լավ, իսկ Աստված ինչ է ասում։ Գիտես, ժպտաց, ասում հով ջան, Աստված ասում մնամ։ Ասում, իմ ներսում վախ բարձրացավ, ասում, վայ տնաշեն, բա որ Աստված ասում մնա ուր ես գնում։ Դե ես իմ այսքան պարտքերը, այսքան բանը գնամ, պապային օգնեմ, բան sense բաներ, ասում լսի, նես չէ որ ես դեմ եմ կամ Աստված դեմ է, պապային օգնես կամ պարտքերից դուրս գաս, բայց ուզում քեզ ուրիշ հարց տամ։ Աստված եթե ասում է մնա, Աստված գիտի չէ որ պարտք ունեք։ Գիտի չէ որ պապային պետք է օգնել։ Նես չէ որ Աստված չգիտի ու տեղյակ չի։ Ասում դե հա գիտի։ Բայց Աստվածը այդքան իմանալով հանդերձ, եթե քեզ ասում է մնա, հո չի ասում մնա այս աղքատության մեջ, մնա այս պակասության մեջ, թող այդ պարտքը վրեդ մնա, չէ Աստված ուրեմն քեզ այստեղ օրհնելու բան ունի։ Ուրեմն Աստված ուզում է քեզ այստեղ այդ պարտքից հանի, քո կյանքում հրաշք անի։ Դե ես իմ հով ջան չեմ ամ, չէ, գնում եմ արդեն տոմսը վերցել եմ, բա դե արդեն վերցել ես, վերցրել։ Գիտես ցավալին ինչումն է, որ գնաց մի քանի ամիս հետո ավելի շատ պարտքով ու դեպորտով հետ եկավ։ Եթե ինչ որ մի չափի պարտք ուներ, կրկնակի ու եռակի պարտքը մեծացած հետ եկավ։ Հիմա էլ դեպորտի տակը ոչ կարա հետ գնա, ոչ կարա էս անի, եկավ խելոք սկսեց գործ գտնել, աշխատել ու այդ պարտքը քիչ-քիչ փակել, բայց ավելի մեծ պարտ քան այն ժամանակ էր։ Գիտես, եթե սկզբից Աստծուն լսեր, այնպես չէ, որ Աստված ինձ ինադու, չէ, սիրելիս, Սատանան մեր թշնամին է, Աստված մեր թշնամին չի։ Սատանան մեր խնդիրների հեղինակն է, Աստված չի մեր խնդիրների հեղինակը։ Հələ ասեմ ավելին, Աստծո ողորմությունով էր, լավ էր, հետ եկավ, որ այդ գործը գտավ, որ այդ փողը սկսեց պարտքը քիչ-քիչ փակել։ Ուզում ես լինել օրհնված։ Վերցրա Աստծո խոսքը, քայլիր Աստծո կանոնների մեջ, Հիսուսի զորավոր անունով։ Սիրելիս, Աստված սովի մեջ ունի պատասխան իմ ու քո համար։ Ինչքան էլ կողքդ սով լինի, խոսքը սկսում է այսպես, որ սով էր ամբողջ երկրում։ Ինչքան էլ կողքդ սով լինի, Աստված քեզ համար ունի պատասխան։ Աստված քեզ համար ունի ելք, սովը քեզ համար չի, դու սովի մեջ պիտի ծաղկես, դու սովի մեջ պիտի բարգավաճես, դու սովի մեջ պիտի օրհնված լինես, սովը քեզ համար չի։ Աստված Իսահակին չասեց մնա այդ սովի մեջ այդտեղ աղքատ մնա, ասեց չի, ասեց մնա այդտեղ եմ օրհնելու, քեզ մեծ ազգ եմ շինելու ու քեզանով օրհնվելու են շատերը։ Գիտես խոսքը ոնց է ավարտվում, եւ Իսահակը մնաց այդ տարածքում, Իսահակը ցանեց այդ տարի եւ Իսահակը 100-ապատիկ անգամ պտուղ ունեցավ եւ մեծացավ, մինչեւ որ մեծացավ ու մյուս ժողովուրդներից շատ հարստացավ։ Սովի ժամանակ Իսահակը մեծահարուստ դարձավ։ Սովի ժամանակ Իսահակը օրհնվեց ու այնքան էր նրա օրհնությունը, որ կողքինները նայեցին ու սկսեցին նախանձել ու սկսեցին վախենալ։ Ասին դու մեզանից մեծը դարձար։ Խնդրում եմ մոտդ գրի, սովը Աստծուն չի վախացնում։ Հալելույա։ Կողքնել գրի, սովը ինձ էլ չի վախացնում։
Եթե քո Աստծուն չի վախացնում, քեզ էլ պետք է չվախացնի։ Աստված սովը փոխող Աստված է։ Աստված անապատի մեջ կանաչ բերող Աստված է։ Աստված ճանապարհը բացում այնտեղ, որտեղ ճանապարհ չկա։ Աստված օրհնություն է տալիս այնտեղ, որտեղ անեծքն է։ Աստված լցնում ու ջրառատ է դարձնում այն տեղերը, որտեղ լրիվ չորություն է։ Սովը քեզ չի վերաբերվում։ Հալելույա սրելիս։ Ես ուզում եմ մի վկայությունով կիսվեմ։ Շատ հրաշալի մի ընտանիքից, տարիներ առաջվա պատմությունը։ Ամուսնուն գործից հանում են։ Աշխատանք չունի, սովի տարիներն է։ 6 երեխա, մայրը եւ հայրը։ Ամեն անգամ մայրը, երբ որ հացը գցում է, սեղանը դնում է, կանչում է երեխաներին, երեխեք եկեք, գալիս են, նստում են սեղանի շուրջ, օրհնում են եւ ուտում են։ Հերթական անգամ մայրը կանչում է երեխաներին, երեխեք եկեք հաց ուտելու, երեխեքը գալիս են ու տեսնում են սեղանը միայն դատարկ ափսեները։ Միայն դատարկ ափսեները, չկա ոչ մի բան ուտելու։ Ու մայրը ասում է, եկեք հիմա օրհնենք կերակուրի համար եւ ուտենք։ Այս պատմողը, որ եղել է փոքր երեխան, ասում է զարմացա, նայեցի կողքից փոքր 6 երեխային, ասում է կողքինից խփեցի, ասեցի, բայց ինչ ենք ուտելու։ Ափսեները դատարկ է։ Ասում մայրը ասեց, հիմա եկեք ձեր ձեռքի բռնենք եւ աղոթենք։ Դες ձեր ձեռքի են բռնում ու մոր աղոթքը այս փոքրը, որ արդեն հիմա մեծ մարդ է պատմում, ասում մայրս աղոթեց։ Տեր, շնորհակալ ենք այս կերակուրի համար։ Ասում ես ասում մի աչքս փակել եմ, մի աչքս բացեցի, ուզում եի տեսնել այդ ափսեի մեջ ոնց է կարտոշկայի պյուրե հայտնվելու, ոնց է հավի ժարիտ հայտնվելու։ Ասում որտեղ մաման ասում շնորհակալ ենք այս կերակուրի համար, բայց այդտեղ բան չկա։ Ասում մաման ասում է շնորհակալ ենք, որ դու կերակրում ես բոլոր միսիոներներին, բոլոր սոված ընտանիքներին։ Ու շնորհակալ ենք նույնպես մեր կերակուրի համար։ Ես նայում ասում տենաս ինչ կլինի։ Ասում մաման ասեց ամեն, աչքերներս բացեցինք, ոչ մի բան չկա։ Նայում ենք իրար երես, նայում ենք մամայի դեմքին ու մաման ասում է երեխեք Աստված հավատարիմ է։ Ասում երբ որ մաման ասեց երեխեք Աստված հավատարիմ է, մեր դուռը նույն րոպեին ծեծեցին։ Ասում դուռը բացեցինք, տեսնենք մեր հարևաններից մեկը կատիլոկով ճաշը բերեց։ Ասում ուրախացանք, միջև եկանք, ասում տեսնենք այն մյուս հարևանը 2 խաշած հավ բերում է տուն։ Մաման միանգամից սեղանը գցում է ու ասում է երեխեք Աստված հավատարիմ է։ Փառք մեր սքանչելի Տիրոջը։ Փառք մեր սքանչելի Տիրոջը։ Սելիս Աստված երբեք չի ստում։ Դժվարության ժամանակ էլ, սովի ժամանակ էլ ինքը գիտի քեզ կերակրել, գիտի քեզ հասնել, գիտի քեզ համար հոգ տանել։ Գիտես իհարկե ուզում եմ քեզ մենք միասին հասկանանք մի պարզ հայտնություն։ Տարբեր տեղերում սովը եւ հարստությունը տարբեր մակարդակի է։ Տարբեր մակարդակի է։ Ես հիշում եմ մեր Հովվեդիկ Պետրոսյանը, երբ որ Աֆրիկա են գնացել, եկավ ասեց այնտեղ հեծանիվը Մերսեդեսի պես ճոխություն է։ Ու ասում է, երբ որ մենք գնացինք, այնտեղ եկեղեցու հեծանիվ օրհնեցինք։ Ասում է, դա հավասար էր, որ ամենաթանկ մեքենաներից մեկը լիներ։ Ու ասա բոլոր շրջակայքը խոսում էին, «Ո՞յս ինչ եկեղեցին հեծանիվ ունի»։ Գիտես, տարբեր տեղեր ֆինանսական հաջողությունը, օրհնությունը տարբեր չափանիշներով է չափվում, բայց որտեղ էլ լինես, որ տարածաշրջանում էլ լինես, Աստված ուզում է քեզ օրհնի ու քո կարիքները լրացնի։ Գիտես, միգուցե այո, այսօր Ամերիկայում սովորական բան է, որ անգամ մեծ եկեղեցիները, մեծ ծառայությունները ինքնաթիռ ունեն, ինքնաթիռով են տեղաշարժվում, Տերը օրհնի, նորմալ է։ Մեզ համար նորմալ է մեքենան, այն մյուսի համար նորմալ է հեծանիվը։ Գիտես, Աստված գիտի իր ժողովրդին օրհնել։ Աստված գիտի իր ժողովրդի համար հոգ տանել։ Ես հիշում եմ, երբ որ իմ ընկերներից մեկը ասեց, ձեր հովը, որ իսկական հավատացյալ լիներ, իր մեքենան կծախեր, ինամարկեն, կծախեր, մի հատ զրովեց կքշեր,
որ այդ փողը աղքատներին տար։ Բարև ձեզ։ Դու մտածում ես, որ Աստված չի ուզում, որ իր ժողովուրդը լավը վայելեն, լավը ունենան։ Ասի, եթե մենք այտենց մտածենք, երբ որ հողը ծախեր իրային ամարկեն ու մի հատ 0.6 վերցներ քշեր, քո նման մի ուրիշ խելոքներ կհայտնվեր, կասեր, թող 0.6-ը ծախի հեծանիվով մանգա։ Հետո երրորդ խելոքը կծնվեր ու կասեր, թող հեծանիվը ծախի ոտով քայլի։ Այն մյուս խելոքներ կծնվեր, կասեր, թող կոշիկները ծախի ոտաբոբիկ քայլի։ Ասի, դու սխալվում ես։ Աստված կարում է եւ իր ժողովրդին հոգ տանի, օրհնի եւ կարողանում է իր ժողովրդի միջոցով ուրիշներին հոգ տանի։ Մեկ ուրիշ վկայություն, որը նույնպես շատ ու շատ օրհնել է ինձ, երբ որ լսեցի։ Ասա մի մարդ գումար է հավաքում մեքենայի համար։ Մեքենա առնի։ Ու Աստված սրտի մեջ խոսում է, որ այդ գումարը պետք է օրհնի։ Դա լինում է կոնկրետ ինչ-որ մի գումար, փոքր գումար։ Գալիս է եկեղեցի, հովին ասում է, հով, Աստված սրտից դրել է ու ասել է, այդ գումարը օրհնի, ես քեզ մեքենա կտամ։ Ուզում եմ ուշադիր լսեք։ Աստված է ասել։ Ոչ թե էմոցիաները, ոչ թե ինչ-որ մեկի օրինակը, այլ Աստված է ասել։ Այս հովիվն էլ նույն բանն ասում է, ով է քեզ ասել եղբայր դա։ Ասում է Աստված, ասում է ես չեմ ասել, չէ, քեզ ասում է չէ, ասում է Աստված է, չէ ասել։ Հա, դե ուրեմն Աստծուց էլ կսպասես։ Գիտեք, խեմ սա ասում, նա մանավանդ մեզ ինտերնետով դիտողներ կան։ Ես մի քանի ամիս առաջ նորից ֆինանսական վկայություն էի տվել, որ մեկը գումարը օրհնում է եկեղեցուն ու հետո օրհնվել էր, մեկը տակը կոմենտարի էր գրել, նայեք նամյոկ է անում։ Աստված սիրես, նամյոկ չեմ անում։ Փողդ քեզ լնի։ Աստծուն լսի ու Աստծուն հնազանդվի։ Աստծուն լսի ու Աստծուն հնազանդվի։ Գիտեք, ես միշտ ամեն անգամ, երբ որ մարդկանց քարոզել եմ 10 օր տվեք, զոհաբերության մեջ հավատարիմ եղեք, շեշտում եմ, ասում, մեր եկեղեցի մի բեր, որ չմտածես մերի մասին եմ մտածում, ուր ուզում ես տար, մենակ Տիրոջ առաջ ուղիղ եղի։ Տիրոջդ առաջ ուղիղ եղի։ Անգամ երբ որ ես սպիտակում էի, մեր եղբայրների հետ որ խոպանում էի, խոսում էի, ասում էի, լսեք, այդտեղ մի եկեղեցի գտեք, այդտեղ օրհնեք, մենակ թե հավատարիմ մնացեք 10-րդի մեջ, ֆինանսների մեջ։ Շարունակեմ վկայությունս։ Այս եղբայրը այդ գումարը օրհնում է, ու ասում է, տուն գնալու ճանապարհին իր հին մեքենայով տուն է գնում, Աստված ասում է, կանգնի եւ կապոտը բացի ու նայի։ Կանգնում է, կապոտը բացում է, բան չի տեսնում, փակում է ու նորից որոշում է քշի։ Աստված ասում է, քեզ ասեցի կանգնի, կապոտը բաց ու նայ, կանգնում, կապոտը բացում, ասում Աստված ջան, ինչ, ասում է ձեռքդ երկարացրու, ձեռքը երկարացնում է, ասում մի հատ թղթապանակ է տեսնում, քաշում հանում է։ Մեջը կլոր $26,000 $100 Ես սա խելքից դուրս է, ես չգիտեմ այդ ոնց է հայտնվել կապոտում, այդ մատորի տաքությունը, այդ ամեն ինչը, ես չգիտեմ, ես էլ եմ քո նման ֆիզիկայից մի քիչ հասկանում։ Ես չգիտեմ այդ ոնց է եղել։ Ասում հաջորդ կիրակի այդ եղբայրը ուրախ գալիս է վկայություն տալու։ Ու հետո հովիվն է վկայում, ասում է ես վերջում հասկացա, որ մեր սաղ եղբայրները գնացել են իրանց կապոտները ստուգելու։ Գիտես Աստված հավատարիմ է։ Աստված կարա, հենա Արտուրը արդեն ասեց, կեթաս կստուգես։ Սիրելիս, Աստված հավատարիմ է։ Աստված կարա հրաշք անի։ Աստված կարա անապատի մեջ քեզ ջուր տա։ Աստված կարա ձկան բերանից քեզ օրհնություն տա։ Աստծուն չսահմանափակես։ Սովը քեզ համար չի։ Աբրահամի օրինակը վերցրու, Իսահակի օրինակը վերցրու, ու Աստված ասում է, քեզանով մեծ ազգ եմ շինելու, քեզ օրհնելու եմ ու քեզանով շատերին եմ օրհնելու։ Սիրելիս, դու ոչ միայն քո տան համար, այլ քո միջոցով Աստված շատերին է կպնելու ու շատերին բարձրացնի։ Ես ասել եմ վերջին ժամանակներում, երբ որ համատարած սովեր ու ճգնաժամեր է լինելու, Աստծո եկեղեցին սովորելու է օրհնության մեջ քայլի։
Աստծո եկեղեցին սովորելու է հրաշքների մեջ քայլի Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, արի կանգնենք ոտքի։ Ես ուզում եմ քեզ թվարկեմ։ Ասում եմ նրա համար, որ Աբրահամը իմ ձայնին լսեց եւ պահեց իմ հրամանները, իմ պատվիրանքները, իմ կանոնները եւ իմ օրենքները։ Այսօր մենք սիրտ դնենք, որպեսզի կարողանանք այս 5 հրաշալի կետերի մեջ քայլենք։ Հիսուսի փառահեղ անունով։ Խոնարհիր գլուխդ խնդրում եմ։ Շնորհակալ ենք փառահեղ Աստված։ Շնորհակալ ենք այսօրվա համար, քո խոսքի համար։ Շնորհակալ ենք, որ դու ուզում ես յուրաքանչյուրից դարձնես օրհնված մարդ։ Դու ուզում ես, որ քո եկեղեցին քայլի օրհնության մեջ։ Դու ուզում ես, որ քո ժողովուրդը քայլի օրհնության մեջ։ Օրհնությունը դա միայն ֆինանսները չի։ Օրհնությունը դա քեզ ճանաչելն է նույնպես։ Օրհնությունը դա բժշկությունն է։ Օրհնությունը դա սրբության մեջ քայլելն է։ Օրհնությունը դա փրկված ընտանիք ունենալն է։ Օրհնությունը դա արտության մեջ շարժվելն է։ Մենք ուզում ենք փառահեղ Աստված։ Ուզում ենք Տեր, որ կոչվենք օրհնված մարդ։ Ոնց որ դու Աբրահամի օրինակով Իսահակին ես սովորեցնում, այսօր մենք ուզում ենք դրանից սովորենք Տեր։ Ինչպես մեր հայր Աբրահամը, հավատքի հայրը, ինչպես որ քայլում էր քո առաջին, այնպես մենք սովորենք քայլ առ քայլ քո առաջին քայլել, փառահեղ Տեր։ Մենք շնորհակալ ենք ամենակարող Տեր։ Խնդրում ենք Տեր, որ մեզ լսող ականջ անես, որ մենք կարողանանք քեզ լսել Տեր, քո ձայնին ականջ դնել։ Խնդրում ենք Տեր, որ մենք լինենք այնպիսի կարգավիճակում, որ դու հրամաններ տաս մեզ Տեր։ Դու հրամաններ տաս։ Խնդրում ենք Տեր, որ մենք այնպիսի կարգավիճակում լինենք, որ քո պատվիրանները պահենք, քո կանոնների մեջ քայլենք եւ քո օրենքներին տեղյակ լինենք Տեր, քո օրենքները պահող լինենք, փառահեղ Աստված։ Մենք շնորհակալ ենք ամենակարող Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ դու ունես յուրաքանչյուրիս համար անեծքից դեպի օրհնություն ճանապարհ։ Դու ունես յուրաքանչյուրիս համար փառահեղ Աստված ամեն տեսակ սատանայական, դիվական ճիրաններից ու թակարդներից դեպի քո Սուրբ Հոգու ազատության մեջ, օրհնության մեջ, ճոխության մեջ, առատության մեջ։ Մենք շնորհակալ ենք փառահեղ Աստված։ Շնորհակալ ենք Տեր, որ դու հիվանդի համար ունես բժշկություն, որ դու աղքատի համար ունես ֆինանսական առատություն, որ դու ընկածի ու կոտրվածի համար ունես Տեր օրհնություն, ազատություն, վերականգնում, որ դու գերի համար ունես ազատություն Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ դու կույրին տեսողություն ես տալիս, խուլին լսողություն ես տալիս։ Շնորհակալ ենք փառավոր Տեր, որ դու ընտանիքներ վերականգնող Աստված ես, որ դու կյանքեր բժշկող Աստված ես։ Շնորհակալ ենք Տեր, որ ամեն ցավից, ամեն տառապանքից հանում ես Տեր, քո յուղը, քո դեղը, քո օծությունն ես դնում մեզ բժշկելու ու բարձրացնելու համար։ Շնորհակալ ենք փառահեղ Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ դու ամենաուժեղ մխիթարող Տերն ես Տեր։ Դու ամենաուժեղ մխիթարություն բերող Աստվածն ես։ Եթե այստեղ կաս, դու այստեղ ես ու սրտիդ մեջ կա ցավ, կա կորուստ, կա տառապանք, սիրելիս Աստված, մեր փառահեղ Սուրբ Հոգին լավագույն մխիթարություն բերողն է, լավագույն սփոփանք բերողն է, քո սրտին քաղցրություն դնողն է։ Շնորհակալ ենք փառահեղ Տեր։ Շնորհակալ ենք ամենակարող Արքա։ Խնդրում ենք Սուրբ Հոգի, որ հիմա ամեն մեկից քո ներկայության մեջ առնես, քո ներկայության մեջ գրկես։ Շնորհակալ ենք ամենակարող Տեր։ Աղոթք ենք անում Տեր ամեն մեկի համար, ով կարիք ունի քո ձայնը լսելու, որ հիմա այստեղ քո տան մեջ կանգնած քո ձայնը, քո առաջնորդությունն առնենք ամեն մեկս։ Շնորհակալ ենք փառահեղ Աստված։ Շնորհակալ ենք թանկագին Տեր։ Շնորհակալ ենք փառահեղ Տեր։ Շնորհակալ ենք փառահեղ Տեր։ Գրես Տեր ուղակի սրտիդ մեջ կխոսի։ Տերը սրտիդ մեջ կտա պատվիրաններ, անհատական, սպეციფիկ, հենց անձամբ քեզ համար, որ կողքինից չի վերաբերվում, հենց քեզ է վերաբերվում։ Որ կասի այս մի բանն արա, սա քեզ համար է։ Ես կխնդրեմ, որ դու դրան ականջ դնես։
Ես կխնդրեմ, որ դու դրան հնազանդվես։ Ես կխնդրեմ, որ դու չվախենաս։ Եթե համոզված ես, եթե գիտես Տերն է խոսում, ուրեմն համարձակ դրա մեջ քայլ արա։ Համարձակ դրա մեջ շարժվի։ Հալելույա մեր Տիրոջը։ Հալելույա մեր Տիրոջը։ Շնորհակալ ենք փառահեղ Տեր։ Շնորհակալ ենք ամենակարող Տեր։ Շնորհակալ ենք ամենակարող Տեր։ Գիտես շատ հաճախ մեր մեծ անլուծելի խնդիրները մի փոքր հնազանդության մեջ է։ Դրա լուծումը մի փոքր հնազանդության մեջ է։ Հալելույա մեր Տիրոջը։ Մի փոքր հնազանդություն։ Որովհետեւ Տերը ամեն ժամանակ նայում է քեզ ու սպասում է, որ կհնազանդվես։ Ու սպասում է, որ պիտի հնազանդվես։ Շնորհակալ ենք Տիրոջը։ Շնորհակալ ենք Տիրոջը։ Շնորհակալ ենք Տիրոջը։ Հալելույա։ 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 Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ուզում եմ քեզ մի հայտնություն տամ։ Այսօր ամսի 9-ն, մարտի 9-ն։ Գիտես ներսումը դիր մի տեսիլք։ Հաջորդ տարի մարտի 9-ին իմ կյանքը նույնը չի լինելու։ Իմ կյանքը մի ուրիշ վերելքի մեջ է լինելու։ Այն խնդիրները, որ հիմա ունես, հաջորդ տարի մարտի 9-ին, երբ որ հետ նայես, դրանք քեզ համար ոչինչ են լինելու։ Ոչինչ են լինելու։ Այսօր նայում ես ու ասում ես, «Այս ինչ մեծ է, այս ոնց է լինելու»։ Հաջորդ տարի մարտի 9-ին հետ ես նայելու ու ասում ես, չկա։ Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք մեր սքանչելի Տիրոջը։ Հալելույա։ Ես ուզում եմ մի հարց տամ, կամ որ այսօր առաջի անգամ է, եթե առաջի անգամ ես կխնդրեմ ձեռք բարձրացնես։